Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին հաստատել է, ընդունել է Ռուսաստանի նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա։ Իշխանական պատգամավորներից Զարուհի Բաթոյանը խնդրել է Փաշինյանին անդրադառնալ այն մեկնաբանություններին, որոնք այս օրերին հնչում են, թե Փաշինյանի այցը Մոսկվա կվնասի Հայաստան-Արևմուտք հարաբերություններին։ Մենք հրապարակային ասել ենք, բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել, որի մեջ ամենևին չի մտնում հարաբերություններ կառուցել ի հաշիվ այլ հարաբերությունների, և այդ քաղաքականության տրամաբանության մեջ չի եղել, որ մենք ռդայցեր չենք ունենալու և հարաբերությունները չենք զարգացնելու, նշել է Փաշինյանը։ Սահմանադրության նոր տեքստը մշակման փուլում է, մայիսի 7-ին հայտարարել է Արդարադատության նախարար Սրփուի Գալյանը։ Կառավարության անդամից լրագրողները հետաքրքրվել են, արդյոք խորհրդի անդամները քննարկել են մայր օրենքից անկախության հռչակագրին հղումը հեռացնելու հարցը։ Գալյանը կարճ արձագանքել է հետևյալ կերպ. «Մենք տարբեր տեսակի տարբերակներ ենք քննարկում, բայց դեռևս տեքստը մշակման փուլում է»։ Ավելի վաղ վարչապետը կարծիք էր հայտնել, որ Սահմանադրության տեքստում անկախության հռչակագրին հղումը պետք է չլինի։ Նիկոլ Փաշինյանը հատուկ շեշտել էր, դա իր քաղաքական դիրքորոշումն է։ Մայիսի 7-ին մահացել է Տաշիր Գրուպ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի և քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանի հայրը Սարգիս Կարապետյանը։ Սարգիս Կարապետյանը հայրենի Լեռնահովիտ գյուղի դպրոցի երկարամյա տնօրենն է եղել։ Հոգեհանգիստը կկայանա մայիսի 9-ին ժամը 18:00-ին Տաշիր քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Ուղարկավորությունը հաջորդ օրը ժամը 13:00-ին նույն եկեղեցուց։ Էրիկ Մխիթարյանի Ինտերը UEFA-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դրամատիկ խաղում Միլանում 4-3 հաշվով հաղթել է Բարսելոնային, դուրս գալով Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի եզրափակչում քա երկրորդ անգամ մայիսի 31-ին Մյունխենում, որտեղ Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցանակի համար կպայքարեն Ինտերը և Պարի Սեն-Ժերմեն Արսենալ զույգի հաղթողը։ Համացանցում տարածում է ստացել օգտատերերից մեկի հրապարակած տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է անգամ սովորական օրը Երևանում տոնթվում։ Եթե շատ այլ երկրներում բարձրաճաշակ երաժշտություն լսվում է հատուկ օրերի, ապա Երևանի փողոցներում գրեթե ամեն օր։